որ հիվանդությունները կարող են բարելավել կամ ընդհանրապես վերանալ բարիատրիկ վիրահատություններից հետո։ Ավելորդ քաշը միայն արտաքին խնդիր չէ, այն բազմաթիվ հիվանդությունների զարգացման պատճառ է։ Եվ ուզում եմ ասել, որ հիվանդությունները կարող են ընդհանրապես վերանալ կամ մտնել ռեմիսիայի փուլ։ Օրինակ, երկրորդ տիպի շաքարային դիաբետը ընդհանրապես կարող է վերանալ կամ մտնել ռեմիսիայի փուլ։ Ոսկրահոդային խնդիրներ ունեցող ծնկի ցավեր, ողնաշարի ցավեր, նույնիսկ ճողվածքների դեպքում շատ հաճախ լինում է, որ ցավերը վերանում։ Վերանում է նաև զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդների մոտ, որոնք նաև օգտագործում են դեղորայք, շատ դեպքերում քաշի նվազեցման հետևանքով նաև անցնում են այդ հիվանդությունները եւ հիվանդներ, որոնք որ բազմաթիվ դեղորայք էին ընդունում եւ չէին կարողանում կառավարել իրենց զարկերակային ճնշումը, շատ դեպքերում այն վերանում է։ Խոլեստերինի եւ լիպիդային խանգարումները նույնպես վերանում են։ Շատ դեպքերում լյարդի ճարպակալումը, այսինքն ընդհանրապես ներքին օրգանների ճարպակալումը շատ հաճախ վերանում է։ Հիվանդներ ունենք, որոնք որ 10, 15, մինչև անգամ 18 սանտիմետր ճարպակալումով, այսինքն լյարդի մեծացումը, որը պայմանավորված է հենց ճարպակալումով, որոշ ժամանակ հետո, դա կլինի 6 ամիս կամ 1 տարի անց, երբ որ ունենում են քաշի նվազեցում, ընդհանրապես կարող է լյարդի ճարպակալումը ամբողջությամբ վերանալ։ Խոսենք նաև այն հիվանդությունների մասին, որոնք նույնպես կարող են վերանալ։ Օրինակ, քնի ապնոյայի հիվանդներ, որոնք որ նույնիսկ տառապում են, եւ հիվանդներ, որոնք որ ունեն ապարատային կախվածություն եւ ապարատով են միշտ քնում, նույնիսկ կարիքը չի լինում ապարատով քնել։ Շատ դեպքերում օրինակ ճարպակալումը բերում է նաև անպտղության, որը պայմանավորված է ճարպակալումով եւ հորմոնալ խանգարումներով, եւ քաշի նվազեցման հետևանքով մենք կարող ենք ունենալ բավականին լավ արդյունքներ։ Բարիատրիկ վիրահատությունը անպայման պետք է նշել, որ նպաստում է նաև լիմֆոստազի վերացմանը։ Իհարկե, լիմֆոստազը հիմնականում մենք հանդիպում ենք ստորին վերջույթներում, որը որ շատ հաճախ վերանում է։ Քաշի կորուստը նվազեցնում է ոսկրահոդային համակարգի, հոդերի, սրտի, ինչպես նաև շատ օրգան համակարգերի ծանրաբեռնվածությունը։ Առողջ եղեք եւ հիշեք, որ դուք այս ճանապարհին մենակ չեք։